Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրություններում հաղթելուց հետո անապահով քաղաքացիների, ընտանիքների համար ջուրն ու էլեկտրաէներգիան անվճար կլինեն։ Այս մասին հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը քաղաքական դեբատի ժամանակ։ Նա նաև խոսել է Հայաստանի այսօրվա իշխանության վարած քաղաքականության մասին, շեշտել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն վարում է պետական շահերին հակասող ադրբեջանամետ քաղաքականություն, այլև ցուցաբերել է անհեռատեսություն, հրաժարվելով Արցախյան հիմնախնդիրը հայ ժողովրդի համար բարենպաստ սցենարով լուծելու հնարավորություններից։ Ըստ Կարապետյանի, գործող իշխանության անգործությունն ու բանակցային ձախողումները ուղղակիորեն հանգեցրել են ողբերգական հետևանքների։ Այստեղ կա 14 պրո-հայկական ուժ եւ 1 պրո-ադրբեջանական ուժ, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես, եւ այդ մեկը դու ես։ Մենք այսօր ֆիքսեցինք, որ Հայաստանի կառավարությունը ուներ հնարավորություն զոհերից խուսափելու, բոլոր տեսակի ավերածություններից խուսափելու եւ լուծելու Արցախյան հարցը հայ ժողովրդի համար ձեռնտու տարբերակով, եւ դա չի արվել, որովհետեւ մի ուժ իր մեջ համարձակություն չի գտել, իրավիճակը տեսել է եւ չի արել, եւ այսօր մեղադրում է Արցախի կռված ժողովրդին, գերի ընկած Արցախի նախագահներին, որ իրենք հռել են, բայց թռնողը այստեղ անհեռատես, անհավասարակշիռ քաղաքական գործիչն է։